Սահմանամերձ Գեղանուշում շուտով 7 ընտանիք կունենա կայուն եկամտի աղբյուր։ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանի նախաձեռնությամբ գյուղում բացվել է կարի արտադրամաս։ Պատգամավորի հերթական այցելության ընթացքում բնակիչները բարձրաձայնել էին իրենց ուզող հարցերը, այդ թվում կանանց զբաղվածության խնդիրը։ Եվ ինչպես ասում են, հոսքը դարձավ գործ։ Օրեր առաջ իր դռները բացեց Գեղանուշի կարի արտադրամասը։ Այն նպատակ ունի ապահովել նոր աշխատատեղեր եւ խթանել գյուղի տնտեսական ակտիվությունը։ Այս կանայք տնային տնտեսուհիներ էին, Գեղանուշում ուրիշ գործ չկար, առաջի հիմնարկն որ բացվել է։ Սյունեցի պատգամավորի աջակցությամբ սահմանամերձ համայնքների զբաղվածության ապահովման հիմնադրամի միջոցով 2022 թվականին Գեղանուշում ձեռք բերվեց կիսաքանդ երկհարկանի տուն։ Շենքը ամբողջությամբ հիմնանորոգվեց, ապահովվեց ժամանակակից կարի մեքենաներով ու անհրաժեշտ պարագաներով, ստեղծելով լիարժեք արտադրական միջավայր։ Արտադրամասը կաշխատի սկզբնական փուլում 7 աշխատատեղով, հետագայում ընդլայնելու հնարավորությամբ։ Գեղանուշի արտադրանքը իր լոգոյով Երևանի խանութներում պետք է տեսնենք։ Ես հստակ ասում եմ, որ արտադրամասը մի քանի տարի գործելու է առանց կանգնելու, մեկ օր կանգնելու եւ այս բանի 4 աշխատակից ունենք, որոնք նախնական կստանան 80,000 դրամ աշխատավարձ, սակայն մինչև 120,000 դրամ նախատեսել ենք, բայց դա էլ պետք է իրենց աշխատասիրության տված ապրանքների որակի հետ զուգահեռ լինի։ Պայմանավորվել ենք խոշոր տնտեսվարողի հետ պատվերի առումով եւ հիմա այսօրվանից արդեն նրանք այդ պատվերները կիրականացնեն։ Արտադրամասի նախապատրաստական փուլում իրականացվել է ապագա աշխատակիցների աջակցման ծրագիր, կազմակերպվել են մասնագիտացման եւ վերապատրաստման դասընթացներ։ Դրանց մասնակիցների թվում է նաեւ 5 երեխաների մայր Աշխեն Աղաջանյանը։ Նա երկար տարիներ աշխատանք էր փնտրում, սակայն մարզկենտրոն հասնել պարզապես անհնար էր, ասում է Աշխենը։ Այժմ իր գյուղում կայուն աշխատանք գտնելը մեծ հնարավորություն է, կարող է սեփական ուժերով նպաստել ընտանիքի եկամտին։ Ոնց ասում են, չկա զինվոր չցանկանա դառնա գեներալ, ես ինքս ուզում եմ, այո, ամեն մանրուքներին կցանկանամ լիարժեք տիրապետ եմ, որ ոչ մեկին դիմելու կարիք չունեն։ Ես ձևարարությունը, ասենք, ուղիղ կտրվածքները սպիտակ եղեն, ազատ ձևում ենք, կարում ենք, մենք այս բարձիկները բան, մենք մեր ձեռքով կտրում ենք, կարում ենք, ամեն ինչը մեր սրոյից մենք անում ենք։ Վերապատրաստման գործընթացը համակարգող VM Տեքստիլի երկարամյա տնօրենը վստահեցնում է, որ արտադրամասը կարող է ձևավորել որպես կայուն ու զարգացող նախաձեռնություն եւ բարձր է գնահատում Գեղանուշցի կանանց աշխատելու վճռականությունը։ Սկզբնական շրջանում աղջիկները, որ եկան մեզ մոտ, ճիշտ է, Երևանում վերապատրաստվել էին, բայց մեզ մոտ էլի ավելի 1 ամսից ավել եկան, ծանոթացան մեքենաներին, աշխատանքը վերսկսեցին եւ ստացվեց իրենց մոտ, բայց ավելի շատ պետք է աշխատվի։ Միշտ այս ոլորտը նորարարություններ է պահանջում, սկիզբը վատ չի։ Հուսով ենք ամեն ինչ լավ կլինի։ Նորաբաց արտադրամասը գյուղի համար դարձել է ոչ միայն աշխատատեղ, այլ նաև համայնքային նոր կենտրոն։ Շենքի առաջին հարկում ստեղծվել է լիովին կահավորված խոհանոցային հատված աշխատակիցների հանգստի եւ ընդմիջումների համար, ինչպես նաև ընդարձակ սենյակ, որը տրամադրվելու է գյուղացիներին հավաքների ու հանդիսությունների համար։ Այս տարածքը միավորում է համայնքի ուժը, տալով նոր աշխուժություն գյուղի առօրյային։ Էլի բանասը 10 ուղարկել Նաև նպատակ ունենք հետագայում, եթե բարեհաջող շարունակվի աշխատանքը, հետագայում այս նույն ծրագիրը իրագործենք այլ գյուղերում, որովհետև եթե կա գյուղ, որտեղ կան կարանող եւ հնարավոր է նրանց արտադրանքը գոնե նրանց աշխատավարձը լրացնի, գումարը կարելի է կազմակերպել եւ բազմաթիվ մարդիկ են աջակցել լսելով արտադրամասի մասին, լսելով նաեւ կարեւորության մասին, որ գյուղը չդատարկվի, մարդիկ այստեղ աշխատեն, այստեղ արենամանանք կանանց աշխատատեղի առումով շատ դժվար է։ Գյուղացիները նոր նախաձեռնությունն ընդունում են լուռ, բայց ջերմ ոգևորվածությամբ։ Շատ պաշտոնյաներ են եկել, падգամավորներ, խոստումներ տվել ու անդարձ հեռացել։ Անհավատալի է, որ վերջապես մեկը եղավ, որ խոսքը գործ դարձավ, ընդգծում են Գեղանուշի բնակիչները։ Շատ ուրախալի լուր է, որ աշխատանքի տեղաբացվելու, մարդիկ գալու են աշխատելու են։ Հիմնեցնող պայմաններում համար շատ դժվար ապուշտ է, բայց վաստակել աշխատելը աշխատավարձ ստանել ավելի ձեռնտու, էլի լավ, շատ լավ բան եմ մտածել մալադես ապ։ Շատ լավ է, երիտասարդները աշխատեն, ամեն իրան երեխաներին պաշտպանեն, ամեն ինչով ապահով լինեն ջիգեր։ Մենք բարիք առել ենք, թոշակառու ենք, երեքամեզ դժգոհ չեն։
Հենց ծրվել ամենակարևորը ծրվելն է։ Ամենակարևորը։ Պետք է ծրվեն եւ ուղղակի քիչ ծրվի ամեն օր տանը բանդա ոնց որ փակված վիճակով շատ դժվար է։ Սահմանամերձ Գեղանուշը հույս ունի, որ գյուղի զարգացումը եւ աշխուժությունը շարունակական կլինի։ Գյուղը կմնա ուշադրության կենտրոնում եւ աստիճանաբար կլուծվեն նաեւ մնացած խնդիրները, այդ թվում գազի ու ջրի ապահովումը։ Արմինե Սիմոնյան, Լևոն Հակոբյան, Սյունիք Նյուզ։